Զինծառայության մասին օրենքը ժամկետը կրճատեցին, սարքեցին 1.5 տարի, նախկին 2 տարվա փոխարեն, բայց օրենքին չտվեցին հետադարձ ուժ, որպեսզի դա ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Գրել ենք նամակներ, դիմումներ, ստացել ենք բոլորս նույն պատասխանը, որ օրենքը չունի հետադարձ ուժ։ Միևնույն ժամանակ ականատես եղանք վերջերս նոր օրենք հրապարակվեց Շանհայի վարկանիշային 50 համալսարանների բուհերը ընդունվածները ազատվում են զինծառայությունից առհասարակ, եթե գալիս են հայրենիք ու աշխատում են 3 տարի, այսինքն ընդհանրապես ազատվում են։ Այդ օրենքի տվեցին հետադարձ ուժ, սակայն զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքին ոչ մի կերպ չեն կարողանում ազդել 2025 թվականի ամառային զորակոչի տղաների վրա։ Նրանք դասարանցիներ են, հասակակիցներով գնում են ավելի ուշ մերոնցից բանակ, բայց գալիս են ավելի շուտ։ Այդտեղ հոգեբանական շատ անհավասարություն կա տղաների միջև եւ այլն։ Կրկնում եմ բոլոր ծնողների անունից ոչ մեկիս զինվոր տղան ոչ մի բանից չի դժգոհում, մենք չունենք ընդհանրապես ոչ մի խնդիր, մեր երեխեքը պարկով, պատով ծառայում են, միակ պահանջը մեր կառավարությանը եւ օրենք գրողներին կոպիտ ասած նայա, որ օրենքը այնպես անի, որ ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Գոնե իրան ժամկետը կրճատվի, նույն տարին 2 զորակոչ, ինչ պատճառաբանությամբ է, կեսին տալիս են 1.5 տարի, առաջի կեսին մնում են 2 տարի։ Կամ թող հետադարձ ուժ տան օրենքին, կամ արձակուրդները ավելացնեն, նենց որ գա հավասարվի։ Այդ մեր կարծիքով միակ անարդարությունը այս պահին դա է։ Մեր պահանջը այդ է, ուրիշ ոչ մի բան, ոչ ուտելիքից ենք դժգոհ, ոչ հագնելիքից, ոչ խմելիքից, ոչ մի բանից։ Այս պահին մեր խնդիրը դա է, որպեսզի կրճատեն նաև ամառվա զորակոչի զինվորների զինծառայության ժամկետը։ Տաթև ջան, քանի որ դուք նշեցիք անարդար վերաբերմունք է մյուսների նկատմամբ, շատ ենք լսում նաև օրինակ քաղաքացիներից, որ նրանք համաձայն չեն այդ օրենքով։ Նշում են, որ օրենքը սխալ ձևով է ձևակերպվում եւ զինծառայության ժամկետը օրինակ չպետք է կրճատվեր կամ ինչ պայմաններ ավելի ստեղծվեն։ 2 տարի մինակ։ Օրինակ այդ պարագայում դուք ինչ կասեք այդ 2 տարին կրճատվելը։ Նայեք, ես մասնագետ չեմ, առավելևս զինվորական մասնագետ չեմ տիրապետում քանակներ եւ չգիտեմ ինչից ելնելով են կրճատել, պետք է կրճատել, թե պետք չէ կրճատել, 2 տարի պիտի մնա, թե 3 պիտի դառնար, ես դրան չեմ տիրապետում, չեմ կարա դա չեմ ուսումնասիրել, միայն մի բան, որ կրճատել են ձմեռային զորակոչիկների ծառայության ժամկետը, նույն տարվա ամառային զորակոչիկների թողել են նույնը։ Մեր բոլորի պահանջը այդ է, թե ինչ պիտի լիներ, ոնց պիտի անեին, շատ էր քիչ էր, չգիտեմ, չեմ տիրապետում ոչ զորքի քանակից, ոչ չգիտեմ ինչի են արել։ Ես չգիտեմ ինչի են տենց արել։ Հա, ես չգիտեմ ինչի են տենց արել, բայց կարծում եմ արդար կլինի, որ նաև ամառվա զորակոչիկների վրա անդրադառնա 1.5 տարի զառայության ժամկետը կամ առնվազն արձակուրդներով բերեն հավասարացնեն, չնայած ես կարծում եմ, որ օրենք գրողը եւ օրենքը հաստատողը կարա նաև օրենքի տա հետադարձ ուժ, ինչ որ լծակներով եւ այլն, ասի դե լավ, մեղմացնի, նենց չի էլի, որ դա երկաթյա կանոնն է, օրենքը չունի հետադարձ ուժ ու վերջ։ Օրենքին կարած 10 հետադարձ ուժ, օրենքը տենց երկնքից չի ընկել, էլի։ Մարդս օրենքը շատ հապճեպ դեց, այսինքն միանգամից ընդունվեց եւ միգուցե նաև դա է պատճառը, որ չեն կարողանում Հնարավոր է, շատ արագ որոշեցին, չգիտեմ ինչի արագ որոշեցին, բայց նաև կարծում եմ, չեմ ուզում մտածել, որ նախընտրական ինչ-որ գովազդ էր դա, եթե նախընտրական գովազդ է, հիմա լավ կանեն, որ ամառային զորակոչներ կրճատեն 1.5 տարի սարքեն, կարող է ամառային զորակոչի ծնողներն գնան ներկայիս իշխանությանը ընտրեն օրինակ, եթե դա գովազդ է, թող նենց անեին, որ ավելի շատ ունենային ընտրողներ։ Չեմ կարծում, որ գովազդ էր դա նախընտրական քայլ էր, էլի, չգիտեմ։ Համենայնիվ մեր կարծիքով բոլորիս ծնողների անունով, ով կա, չգիտեմ, քանի որքի զինվոր կա, բոլորիս անունից կարող եմ ասել, որ մեր պահանջը կրճատել 2025 թվականի ամառային զորակոչի ծառայության ժամկետը։ Չնայած այն բանի, որ բոլորիս տղաները անխտիր բոլորիս հենց այս պահին պոստում կանգնած են։ Այսինքն այնտեղ երեխեքը տեղյակել չեն, մենք ինչ ենք անում, ոչ մի դժգոհություն չունեն, ոչ մեկ չի նվնվում։ Մենք որպես ծնող մտածում ենք անարդար է, ինչի սենց այլն է։ Ոնց որ մի երեխան գնա 7 տարեկանից դպրոց, ասեն դու 7 տարեկանից է դպրոցը, այն երեխան ասեն դու լավ երեխա ես, արի դու 5 տարեկանից գնա, 12 տարեկանում կավարտես։ Այսինքն տրամաբանություն չեմ հասկանում։ Տարին ունի 2 զորակոչ։ Օրենքը հանել են, պետք է վերաբերվի տվյալ տարվա զորակոչի վրա։
Ես այդպես եմ կարծում, ու կարծիքով ծնողների շատերն են։ Դասարանցիները գնում են ուշ։ Մենք չենք խոսում նրա մասին, ով ուշ գնաց, ով շուտ գնաց։ Մենք խոսում ենք 2025 թվականի ամառային զորակոչի մասին։ 2025 թվականի ձմեռային զորակոչներ են մեր երեխեքը, մենք չենք տարբերում։ Լավ է, որ գոնե իրանք տարուկես են ծառայելու, բայց խնդրանք հորդոր բողոք դիմում, որ մերոնք էլ ծառայեն գոնե 1.5 տարի։ Կամ արձակուրդներով բերեն, կարան կոմպենսացիաներ անեն, բերեն հավասարություն, որ երեխեքը մեկը չգնա ասի դու քիչ ես ծառայել, ես շատ եմ ծառայել, դու սենց տես ես քեզնից ուշ եկա, բայց քեզանից շուտ եմ գնում տուն, դա կա էլի, գիտեք, մեր հայերը սիրում են գլուխ գովալ։ Այդքանը, ուրիշ պահանջ չունենք պետությունից։